Ինչ վերաբերում է երեք պաշտոնաթող նախագահներին, այո, մենք չենք ստեղծելու դաշինք նրանց հետ։ Այսինքն գնում եք մեր ձևով շարժման ճանապարհով։ Գիտեք, ասեմ, մենք գնում ենք մեր ճանապարհով։ Ես չգիտեմ, դա արդեն պետք է հարցնել։ Խոսել եք այդ մասին են Սերժ Սարգսյանի։ Ոչ, իհարկե չեմ խոսել, որևէ առիթ չեմ ունեցել։ Հանդիպումներ, քննարկումներ նրա հետ չունեք։ Իհարկե ոչ։ Մենք առաջնային գործերից մեկը բացահայտելու ենք այդ ֆեյքերը, ովքեր են այսքան տարի կեղեքել, պառակտել մեր հասարակությունը։ Ես ես պատրաստում եմ Պետրոսի մոտ, եթե գնանք հարցազրույցի, դա հարց է տալու։ Արման Թաթյանը ի վիճակի է երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Միակ հարցն էր, որին հստակ այո պատասխանեցիք։ Այսօր իմ հյուրը միասնության թվեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն է։ Ողջույն պարոն Թաթոյան, շնորհակալություն, որ ընդունել եք իմ հրավերը։ Շնորհակալություն հրավերի համար։ Դուք մի քանի օր առաջ հայտարարեցիք քաղաքականություն մտնելու համար, ինչու որոշեցիք։ Մոտ 1 տարի է, ինչ մենք նախապատրաստվում էինք այս հայտին եւ մասնագետների ներգրավմամբ մշակելով կոնկրետ ռազմավարություն, նպատակների իրականացման, կոնկրետ մեխանիզմներով եւ ինձ համար արդեն ակնհայտ էր այլևս, որ իրավապաշտպան աշխատանքն այլևս միայն արդյունք չի տալիս եւ այն խնդիրները, որոնք ծառացած են, չի լինում այլևս միայն լուծել այդ աշխատանքով եւ մենք նախապատրաստում էինք այս հայտը, որն էլ հայտարարեցինք։ Դուք ասում եք 1 տարի առաջ մոտավորապես, այսինքն այն ժամանակ, երբ սկսվել էր սրբազան շարժումը, եւ ես հիշում եմ այդ օրերին խոսվում էր նաեւ այն մասին, որ հնարավոր է ձեր անունը տա որպես վարչապետի թեկնածու։ Եղել են նման քննարկումներ։ Ես ասացի 1 տարի առաջ, դա այդ շարժումից հետո է ժամանակագրական առումով, իսկ ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, այդ շարժումը ունեցել է վարչապետի թեկնածու, դա Բագրատ Սրբազանն է։ Մինչև Բագրատ Սրբազանն է։ Իրենք միշտ են առաջարկել։ Գրեթե բոլոր, չի եղել գրեթե որևէ շարժում, որը ինձ չառաջարկի լինել վարչապետի թեկնածու։ Բայց ես բնականաբար ունեմ իմ պատկերացումները։ Այսինքն բացի Բագրատ Սրբազան շարժումից Բագրատ Սրբազան։ Եղել են շարժումներ։ Օրինակ, մի շարժման անուն տվեք։ 2000 հիմա անուններով 2021 թվականի, 2022 թվականի, 2023 թվականի։ Այսինքն երբ այդ ակտիվ փողոցային պայքարի ձեզ առաջարկել են, իսկ ինչու այն ժամանակ չէիք համաձայնում։ Գիտեք, որովհետև սա այդպես այս րոպեական պետք է խորքային հասկանաս։ Դա արդյոք այդ քայլը հիմնավոր է եւ տեղին է եւ կարող է արդյունք բերել։ Ես միշտ մտածում եմ նաև պատասխանատու լինել քայլիդ համար, խոսքիդ համար, կան ավելի խորքային պատճառներ եւ դրանք վերլուծությունը ինձ բերել է նրան, որ պետք է ես ինքնուրույն քայլանել, ինքնուրույն ռազմավարություն ունենալ եւ հավակնությունը դրսեւորել արդեն հենց այդ ինքնուրույն ռազմավարությամբ։ Տեսեք ինչ պատկեր է ստացվում։ Այդ տարիներին ես հասկանում եմ խոսքը պատերազմից հետո է 21, 22, 23, նաև անցած տարի շատ կարևոր էր որ լիներ առաջնորդ, որին որ ազգի մեծ մասի համար ընդունելի կլիներ եւ չեր լինի նախկին, չեր լինի ներկա, այդ դիսկուրսը կար հասարակությունում եւ այն ժամանակ սպասում են որ ձերպես ինչ որ մեկը կհայտարարի քաղաքականություն մտնելու մասին եւ դուք չէիք հայտարարում, ասում եք դեռ պատրաստ չէի, բայց հիմա երբ հայտարարում եք քաղաքական դաշտ մտնելու մասին, արդեն կա ձևավորվող եւ արդեն գրեթե ձևավորված գաղափարի առումով ուժ նկատի ունեմ բարերար Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը եւ այդ դաշտը կարծես թե փոքր ինչ նեղացել է, հա, ավելի խիտ է անդիմադիր դաշտի այդ հատվածը։ Չեք կարծում, որ ավելի բարդ կլինի, ինչ ձևով եք ներկայանալու։ Նախ ես ասեմ, ոչ թե ես հատուկ ընդգծեցի, ոչ թե նրա համար, որ ես պատրաստ չէի, այլ որ այդ քայլը այդ յուրաքանչյուր պրոցես, ժամանակահատված եւ այլ ունի խորքային պատճառներ, պետք է հասկանալ դրանց էական էությունը, արդյոք արածդ քայլը արդյունքի կբերի եւ ամենակարևորներից մեկը հետո ինչ է լինելու պետական կառավարման համակարգի ձևավորումը, պրոցեսների ընթացքը եւ այլն։ Եվ դրանով էր պայմանավորված, որ եկանք այն եզրահանգման պետք է ունենանք մեր ինքնուրույն նախաձեռնությունը, ինքնուրույն մշակված ռազմավարությամբ, որը դուրս է
այն նպաստող պայմաններից, պատճառներից, այն այսպես գաղափարախոսությունից, որը կար, եւ մենք բոլորովին նոր գաղափարախոսություն ենք առաջարկում։ Ինչ վերաբերում է ձեր նշած շարժմանը կամ նախաձեռնությանը, գիտեք, մենք ունենք այսպես տեղը լայն ու նեղ լինելու իմաստով չենք շարժվում։ Մենք մշակել ենք մեր ինքնուրույն ռազմավարությունը, հավակնում ենք մեծամասնություն ձևավորելուն այս ռազմավարությամբ եւ նաեւ հավակնում ենք համագործակցային միավորման սկզբունքով նաեւ գնալ այդ նպատակին, որովհետեւ համարում ենք այս ռազմավարությունն է, որ կարող է նպատակ։ Այսինքն դուք պատրաստ եք գնալ ընտրություններին ոչ թե միասնության թվեր նախաձեռնության շրջանակում, այլ նաև ինչ որ մի ուժի հետ դաշինք ստեղծել եւ միասին գնալ։ Ճիշտ եմ հասկանում։ Դաշինքները չենք բացառում, իհարկե, եւ ում հետ հնարավոր է որ դուք կարողանաք նման դաշինք ստեղծել։ Տեսեք, նախ ասեմ, ում հետ չենք ստեղծելու։ Դաշինք չենք ստեղծելու եւ չեն գնալու դաշինքի ստեղծման առաջին, երկրորդ, երրորդ նախագահների Հայաստան դաշինքի հետ չեք գնա, հանրապետականի չեք գնա։ Նրանց ղեկավարած ուժերի հետ։ Ոչ, սա միանշանակ որոշում է եւ սա պայմանավորված է նաեւ նրանով, որ մենք սև ու սպիտակ նախկին ներկա այդ թեմաների մեջ չենք մտնում ոչ էլ կանք։ Բայց եթե ասում եք որ չեք համագործակցելու, նրանց հետ դաշինք չեք ստեղծելու, սխալ բարել, համագործակցել է դաշինք չեք ստեղծելու, այսինքն արդեն ընդունել եք այդ մարտահրավերը, որ նախկիների հետ պետք է չհամագործակցել։ Տեսեք, եթե մենք մտանք ոչ միայն նախկին իշխանությունները, այսպես պաշտոնաթող նախագահները, այլ նաև բնականաբար այսօրվա այսպես գործող իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, դե այստեղ որ ընդհանրապես բացառվում է։ Չէ, դա հասկանալի է, բայց երեք նախկին վերաբերում է երեք պաշտոնաթող նախագահներին, այո, մենք չենք ստեղծելու դաշինք նրանց հետ եւ համարում ենք, որ մեր այն սկզբունքից է բխում, որ այլևս ժամանակն է գիծը քաշել, այդ նախկին ներկա սև սպիտակ գիծը քաշել եւ երկրով շարժվել առաջ բոլորով։ Սա է նպատակը եւ դա մենք չենք անելու։ Այսինքն գնում եք մեր ձևով շարժման ճանապարհով։ Գիտեք, ասեմ, մենք գնում ենք մեր ճանապարհով։ Երկիրը այս խնդիրները, որ ծառացած են, այդ խնդիրները լուծելու ճանապարհով։ Եւ գիտեք, այսպես ասեմ, նախկին նախագահ պաշտոնաթող նախագահների հետ կապված կամ այսպես կոչված ինչպես ընդունված ասել նախկինների 2018-ից առաջ գործող իշխանությունների հետ կապված նայեք մեկ բան ասեմ ակնհայտ է որ իշխանությունը սնվում է նրանցից իշխանությունը ինչ է անում անընդհատ սպասում է հենց նրանցից մեկը մի սխալ թույլ տա մի վատ բան անի կամ նախկինում ինչ որ սխալներ են եղել կամ ցանկացած մի բան անի դրանից դարձնեն վատը Եվ սկսեն թիրախավորել, մտնեն այդ թեմայի մեջ, այսպես այդ թեման ուռի, զարգանա, եւ դրա արդյունքում ոչ մեկ չտեսնի ինչ էին առաջարկում։ Օրինակ ընդդիմությունը, չէ, այդ մասնավորապես նկատի ունեմ խորհրդարանի ընդդիմությունը, եւ պատիվ ունեմ խմբակցությունը եւ Հայաստան դաշինքը լավ բաներ առաջարկում են, չէ, բայց ինչու դրանք չեն լսվում, որտեւ իշխանությունը սնվելով նրանց այդ այն ժամանակվա տեղի ունեցած արձանագրված խնդիրներից այսօրվա ինչ որ ահա մի բան նկատեցինք վերցնենք քարոզչական այդ կեղտոտ շրջանակով է պատում որ մարդիկ չլսեն ինչ են ասում ես այսպես հասկացա հա որ ձեր մարտավարությունն է հնարավորինս շատ ձայն հավաքելու համար հրաժարվել նախկիների հետ դաշինք ստեղծելու կամ մինչ ընտրությունները համագործակցելու այդ գաղափարից հայտարարել դրա մասին Բայց կներեք մի բան ոչ թե ձայներ այո այդպես մեխանիկական ձայներ հավաքելու ճիշտ է արդյունքը դա պետք է լինի չէ այլ որ մենք այս նախկին ներկա սև սպիտակ հին նոր դիսկուրսից այս արատավոր շրջանից դուրս գանք սա արատավոր շրջան է Պարոն Թաթյան գոնե ես ասենք չեմ փորձեք տրամաբանել հա ասենք օրինակ դնենք մի կողմ առաջնորդներին դնենք մի կողմ երկրորդ եւ երրորդ նախագահներին բայց եւ երկրորդ նախագահի շրջապատում ասենք Հայաստան դաշինքում եւ երրորդ նախագահի Սերժ Սարգսյանի շրջապատում խմբում մոտիկների խմբում այսպես ասեմ
կան մարդիկ, որոնք իսկապես կարող են օգտակար լինել Հայաստանին։ Օրինակ, շատ բարդ է պատկերացնել Հայաստանի քաղաքական դաշտը առանց Արմեն Աշոտյանի։ Ինչու եք ասում, որ նրանց ուժերի հետ գուցե անունները նախագահների մասին ասեք։ Տեսեք, ինչու, բայց ով է ասել, որ խելացի մարդիկ չկան այնտեղ, բարոյական մարդիկ չկան այնտեղ։ Ես ամենևին էլ դա նկատի չունեմ, շատ լավ է դուք այս հարցը տվեցիք, որպեսզի հանգարտ թյուրիմացություն չլինի, ամենևին ոչ։ Ես այն մարդիկ եմ ճանաչում այնտեղից, բոլորս, գիտեք, մեր ազգը շատ փոքր է, որ, ասենք, 300 միլիոն չենք, որ մի հատ, ասենց ռեստարտ անենք, ոչ մեկի չճանաչենք, ջնջենք ամեն ինչ, շարժվենք առաջ։ Այստեղ բոլորը բոլորին ճանաչում են, եւ բայց խոսքը ինստիտուցիոնալ լուծումների մասին է։ Ես հստակ ասեցի, պաշտոնաթող նախագահներից որևէ մեկը եւ նրանց ղեկավարած կամ նրանց հետ ընտրական գործընթացի, նրանց ղեկավարության մասնակցող ուժերը ինստիտուցիոնալ քաղաքական իմաստով եւ ոչ երբեք անձնական իմաստով։ Եվ ավելին ասեմ, սա չի ընդհանրում անձնական մեկուսացում, տեսեք, հիմա օրինակ իշխանության գալուց հետո, եթե հարցեր կան, որոնք պաշտոնաթող նախագահներից կամ որևէ պաշտոնատար անձի բացառիկ իրազեկության տիրույթում է, ես նրանից պետք է իմանամ, ինչ է կատարվել ինչ որ հանդիպման ժամանակ, չէ, անգամ այսօրվա Փաշինյանը, ես եթե բացառիկ իրազեկության աղբյուր է, քանի որ երկրի ղեկավարի համար որոշումներ ընդունելու համար պետք է դու համակողմանի դիտարկես ինչ եկա տեղի ունեցել, չէ, ոչ մի ֆրագմենտացված, ոչ թե տեսանք արդյունքը այսօրվա իշխանությունը եկավ մի անգամից հայտարարեց, ամեն ինչ ջնջում ենք, զրոյից սկսում ենք։ Ես իմ զրոյական կետից եմ։ Հետո հասկացա, որ ինքը ընկել է իր թակարդը, մնաց դրա մեջ, սխալը հետևից կոծկելով, հետո հասանք, տեսեք ուր եկանք հասանք։ Պետք է հասկանալ, ինչ է նախկինում եղել, ինչու եմ ես այդքան ասում, քաղաց դասեր պետք է ունենանք, չէ, բայց ոնց հասկանամ սխալը որտեղ էր, որ քաղաց դասը օրինակ մի լավ բան առաջարկեմ։ Կարող են օրինակ նախկի մեր պաշտոնաթող, եկեք նախկին չասենք, պաշտոնաթող ասենք, այդ մշակույթը նույնպես վերենք, օրինակ մեր պաշտոնաթող նախագահները, ինչպես շատ երկրներում է, կարող են գնալ օրինակ շատ օգտակարությունը բերել համալսարաններում դասավանդելով, ցույց տալով օրինակ ասենք ենթադրենք ինչ որ բանակցություններ ինչպես այնպես չընթացան, ինչու այսա լավ եղավ, վատ եղավ, որտեվ լավ բաներ են չի եղել, հո մենք նաև այդպես նիհիլիստական մոտեցումներով չենք շարժվում ատելության հիման վրա։ Պարոն Թաթյան, եկեք ասեմ ինչպես է դա ընկալվելու, այնինչ որ դուք հիմա ասում եք, կողքից է ընկալվելու որոշ ասենք շրջանակներում, սա ընկալվելու է հետևյալ ձև, որ երրորդ նախագահը արդեն հայտարարել է, որ ինքը չի գնում, որևէ ձևով չի մասնակցելու ընտրություններին եւ դա արդեն հստակ է, որ չի մասնակցելու։ Երկրորդ նախագահը նման հայտարարություն չի արել։ Երկրորդ նախագահն ասել է մի քանի ամիս հետո մենք մեր սեփական հարցումը կանցկացնենք եւ կհասկանանք արժե որ ես գնամ որպես վարչապետի թեկնածու թե ոչ, բայց ամեն դեպքում ինքը քաղաքականությունից դուրս գալու որևէ հայտարարություն չի արել, հակառակը բարբերաբար մամլոասուլիսներ է կազմակերպում եւ մեծ հետաքրքրությամբ ամբողջ հասարակությունն այդ մամուլի ասուլիսները նայում է։ Դուք հիմա եկել ասում եք, որ երկրորդն էլ, երրորդն էլ ես Լևոն Տեր-Պետրոսյանի մասին չեմ խոսում, որովհետև տարիքի հետ կապված, հավանաբար ամեն դեպքում դուք ասում եք թող եւ նա չգնան քաղաքականություն։ Սա հանրապետական կամ Սերժ Սարգսյանի աջակիցների տարած թեզի շարունակությունը չի արդյոք։ Չէ, տեսեք, ես չեմ ասում չգնան քաղաքականություն։ Տեսեք, ես չեմ ասում չգնան իրենք քաղաքականություն։ Իրենց եթե որոշեն գնան, իրենց գործն է, ես չկարող եմ այդտեղ անել, չէ՞, ոչ կարող ենք բռնանալ ոչ մի բան, բայց մենք ինչ ենք ասում, մենք ինքներս որպես քաղաքական ուժ այս ընտրություններին մեծամասնություն ենք հավակնում ձևավորելու եւ այդ նպատակի համար, այո, մենք կամ այդ ճանապարհին մենք չենք ձևավորելու դաշինքներ պաշտոնաթող նախագահների կամ նրանց ղեկավարած ոչ թե անձամբ անգամ, եթե անգամ օրինակ նախագահներից մեկը որոշում է, որ անձամբ ասենք, չգիտեմ, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշում են անձամբ չմասնակցել, բայց իրենց ղեկավարած ուժը մասնակցի։ Մենք նրանց հետ նույնպես դաշինք չենք կազմել, ընդ որում ոչ թե խոսքը ինչ որ մեկուսացումների չէ, մենք համարում ենք, որ սա է այն հարցը, որ պետք է կտրի, որովհետև տեսեք, այսօր այդ նախկին ներկա բանավեճը այնքան է մեծացել, այնքան այսպես
սև բանի մեջ է մեր երկիրը պատել, որ իրար մեջ եւ դա արել է ընդ որում Փաշինյանը այնպես է արել, տեսեք, բոլորին ներքաշել է սրա մեջ, ինքը ինչ անում, անդադ պրովոկացնում է, չէ՞։ Դե եկեք ասեմ, դե եկեք մի հատ ասեք տեսնեմ, ստիպված այնտեղից արձագանքում են, նու կամ արձագանքում եմ այսպես ասած, փորձելով ցույց տալ, որ դու սխալ ես, մենք ենք ճիշտ։ Սա էլ ասում է մենք ենք ճիշտ, ես եմ ճիշտ, դուք եք սխալ, ու դրա արդյունքում հələ տեսեք պետական շահերին հակասող հայտարարությունները։ Փաշինյանը ասում է մեր զինվորները ինչի են գնացել Հայաստանի դուրս առել։ Դուք տեսեք շա ինչ հայտարարություն։ Հայաստանի պետական շահերը կոպիտ ոտնահարող, ագրեսիայի հիմքեր ստեղծող հայտարարություն է, բայց ինչի անա անում սա։ Որ բոլորի այս մենք հասել ենք մի իրավիճակի, երբ քննադատելը Փաշինյանի հայտարարությունները կամ մեկնաբանելը անիմաստ է, կարելի է միայն կարճ թեզերի տեսքով, որովհետև հիմա պետք է մտածել միայն ինչպես անել, որ այդ ընտրությունները հաղթենք, ընտրություններին ընդդիմությունը հաղթի, հավանաբար դրանք կլինեն արդեն 26 թվականի հունիսին եւ ձեր մարտավարությունը ինչ որ առումով հասկանալի է։ Հաջորդ հարցս, ձեր կարծիքով ինչու է Հայաստանը հայտնվել նման ճգնաժամի մեջ եւ հարցի շարունակությունը, եթե Սերժ Սարգսյանը չգնար այսպես կոչված երրորդ ժամկետի, այնտեղ տարբեր տերմիններ կարելի է օգտագործել, եթե չորոշեր մնալ իշխանության, արդյոք Նիկոլ Փաշինյանը կգար իշխանության, արդյոք մենք կունենայինք Նիկոլ Փաշինյան վարչապետ։ Մի անգամից այստեղ շատ հստակ ասեմ, որպեսզի տարակարծություններ չլինեն եւ իմ խոսքի հետ կապված, Սերժ Սարգսյանի որոշումը առաջադրվելու վարչապետի պաշտոնին միանշանակ սխալ էր։ Եվ այդպիսի որոշում չպետք է կայացվեր։ Սա է նաև, որ մենք խոսում ենք այս օրինակներն են նաև, որ մենք խոսում ենք խոսքին տեր լինելու մասին, եւ ես այո ասել եմ, որ հենց սկզբնական ուղերձում էլ իմ հայտը խոսքին տեր լինելու մասին է եւ երկրի ղեկավարի մասին մանավանդ մոտիվացիաները թե ինչ են եղել ես չգիտեմ այդ արդեն պետք է հարցնել խոսել եք այդ մասին են Սերժ Սարգսյանի ոչ իհարկե չեմ խոսել որևէ առիթ չեմ ունեցել հանդիպումներ քննարկումներ նրա հետ չունեք իհարկե ոչ բայց սա շատ այսպես կարևոր է դրա հետ մեկտեղ ես էլի դարձյալ ճիշտ չեմ համարում երբ մենք այդ նախկին ներկա բանավեճի մեջ ենք մտնում, բայց քանի որ տեսեք դուք տվեցիք այդ հարցը եւ իմ նախորդ հարցազրույցի արդյունքում էլ հանրային պահանջ առաջացավ, որ ես հստակ նշեմ, շատ լավ, ես դա հստակ արձանագրում եմ, որ որևէ խնդիր չառաջանա, սա եւ ես այդ խնդիրը չունեմ ընդհանրապես, ուղղակի պարզապես իմ ասելիքն այն է, որ ինչ ենք ստանում դրանից, տվեցին գնահատական։ Գիտեք կողքից ինչի է սա նման, 15 ինչին է սա նման, պարոն Թաթոյան, դուք գալիս եք քաղաքականություն շատ գեղեցիկ, պրակտիկ, ինչ որտեղ նաև խորը ծրագրով, հայտարարություններով փորձում եք նոր քաղաքական մշակույթ բերել հայկական քաղաքական դաշտ եւ առաջին հարցազրույցից հետո հասկանում եք, որ չէ, սա պետք չի այսպես անել, սա չի աշխատում Հայաստանում, սա այլ մշակույթ է, մենք այս մշակույթին պատրաստ չենք եւ մի քանի օր հետո այդ հարցազրույցից հստակ այդ բոլոր ազդանշանները վերցնում եք եւ այնպիսի հայտարարություն եք անում, որը որ այնպիսի հարցազրույց եք տալիս, որը ամբողջովին տարբերվում է ձեր նախկին հարցազրույցից։ Խնդիրն այն է, որ Չէ, սա լավ է, քաղաքական գործի համար, անգլերեն flexible բառն է, ճիշտ ճկունություն, շնորհակալություն, բայց տեսեք, սա իրականում այն չէ, որ ես այսպես էի մտածում, հիմա փոխեցի դիրքորոշումը։ Սա ամենևին էլ դա չի։ Սա իմ համոզմունքներն են սրանք, բայց ես ինչու եմ ասում հրապարակային այս թեմաների անդրադառնալը կամ ավելի խորացնելը դրանք այդ հիասթափության, վեճի, կռվի մեջ, այսպես այդ փոսի մեջ պահելու քաղաքականությունը դրա համար շատ լավ, եթե հանրությունը ինձ պետք է, որ հանրությունը ինձ ճիշտ հասկանա։ Ես իմ ուղերձները ճիշտ տեղ հասցնեմ, չէ՞, եւ որ այդ կեղտոտ քարոզչությունը չկպնի մեզ։ Հիմա ես դրա համար հստակ սա արձանագրում եմ, այո, որովհետեւ սա իմ համոզմունքն է։ Ես ասացի, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մեկնաբանելը այս պահին արդեն անիմաստ է, որտեղ բոլոր այսպես ասեմ, քաղաքականության հետ ինչ որ ձևով առնչվող կամ նորությունները օրը գոնե կես ժամ կարդացող մարդու համար արդեն ակնհայտ է ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, բայց ամեն դեպքում ես կուզենայի, որ դուք թվարկեիք 5 պատճառ շատ կարճ թեզիսների տեսքով,
ինչու Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը չպետք է այլևս լինեն իշխանություն։ Շատ լավ հարց է, շնորհակալություն։ Առաջինը, նրանք բազմաթիվ խոստումներ են տվել, որևէ մեկը չեն իրականացրել։ Հələ տեսեք նրանց քաղաքացիական պայմանագրի 21 թվականի ընտրական ծրագիրը։ Արցախու անվտանգության երաշխավորը Հայաստանն է։ Հայաստանը ապահովելու է Արցախում բնակիչների իրավունքների ապահովումը։ Ելում ամեն օր համարյա ուղղաթիռով գնում էր Արցախ, չէ՞, ասում էր գնում են որ չժանգոտվի ուղղաթիռը, կոչ էր անում գնալ Ստեփանակերտ։ Դա մինչև 21 թվականն էր, դա 18 թվականին էր։ Հա, 18 թվականին հետ եմ ասում։ Դրանից բացի ռազմական պաշտպանության նախարարության բյուջեն, Պարծենկո ձևով գրել են բյուջեի չափը մեծանում է, էս հիմա ինչ են անում։ Դրել կրճատում են։ Մյուսը պարակտել են հասարակությունը, բաժանել են սև, սպիտակ, հին, նոր, նախկին, ներկա, մարդիկ չեն վստահում իրար, սա էլ շատ կարևոր է, սերունդների միջև է ստեղծվել պարակտում բաժանում։ Երրորդը, նրանք են բերել Հայաստանի հասարակություն հայհոյանքը որպես հանրային խոսույթ։ Պաշտոնյաները պահում են իրենց խուլիգանների պես, խուլիգանական ձևակերպումներով գրառում են անում, ցինիկ ձևով, մարդկանց արժանապատվությունը ոտնահարելով։ Ֆեյքերի ֆաբրիկաներ են ստեղծել, պահում են այդ մշակույթը չակերտներում հնարավոր է պայքարել։ Ես պատասխանատու ձևով ասում եմ, մենք առաջնային գործերից մեկը բացահայտելու ենք այդ ֆեյքերը, ովքեր են այսքան տարի կեղեքել, պարակտել մեր հասարակությունը, մեզ թշնամացել, ատելություն սերմանել։ Հրապարակային բացելու ենք, ցույց տանք։ Սա է։ Սա գրաքննության նման չէ սոցիալ մեդիաների։ Ֆեյքերը, չէ, դա գիտեք ինչ է, ատելությունը, ես ինքս ամբողջ կյանքս գիտեք իրավապաշտպան աշխատանքով եմ զբաղվել, խոսքի ազատությունը ինձ համար շատ մեծ արժեք է, բայց ատելության խոսքը չի պաշտպանվում խոսքի ազատությամբ։ Ատելության խոսքը խոսքի ազատություն չէ։ Եվ մյուսը, չորրորդը եւ վերջինը կգամ, որը ինձ համար կարեւորն է ամենա։ Չորրորդը մարդու դերի արժևորումը։ Այսօր մարդը տեսեք ինչ է, իրենց պետք է մարդու համար, իրենց իշխանության համար պետք է, ասում են 3 միլիոն վարչապետ է, էս է, նախ մենք այդպես չենք ասելու եւ մենք ասելու ենք, որ տեսեք, նա այդպես է ասում, հետո պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա, չէ՞։ Ասում է, այն կոവിഡ്ի ժամանակ, ասում է, եթե կառավարությունը այսպեսի ընտրել է ժողովուրդը, ուրեմն ժողովուրդն է մեղավոր։ Մենք ինչ ենք ասում ենք, որ պատասխանատվությունը մերն է։ Մենք ստանձնում ենք պատասխանատվություն, այդ մեր անվանումը թևերը հենց դրանից է, վեր տանելու։ Մեր ժողովուրդը օգնում է, մենք գալիս ենք, պատասխանատվությունը ստանձնում ենք, բոլորով միասին աշխատում ենք, բայց երբեք չենք գցում ժողովրդի վրա։ Դրանից այստեղ է նաև, որ մենք ուժեղացնելու ենք մեր սոցիալական ծրագրերը։ Նրանց մեր դեպքում ինչ է, հələ տեսեք, իրենց աշխատավարձերը հանել են միջև եսի մուր, չէ, երբ որ ընդդիմությունները ինչ էր ասում, աշխատավարձեր, պատավատապետություն։ Ամենասարսափելի հայտարարությունը Փաշինյանի որն էր ըստ իմ կարծիքում, ամենասարսափելին իր կառավարման բոլոր տարիների, երբ որ մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ ես ախր ձեզ ասել եմ, չէ, որ պատրաստվում եմ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, դուք դուրս չեք եկել փողոց, հեղափոխություն չէ, զա չեք արել, ինչ չեք երաշխել, ուրեմն դուք բոլորդ ինձ հետ համաձայն եք։ Հիմա ես գալիս եմ Արցախին, դա վերջին, ուղղակի մա նախավերջին ավարտեմ։ Սոցիալական ուղղվածությունը այսօր ընդհանրապես բացակայում է։ Մարդուն սարքել են, շատ ներողություն, թենիսի գնդակի պես ուղարկում են ստեղ, գնա այս մարմին, գնա այն մարմին։ Մարդը դառնում է, ես մարդու իրավունքների իմ նախկին աշխատանքից դա տեսել եմ, մարդը դառնում է արդեն, չգիտի ինչ անի, անհույս վիճակում է հայտնվում։ Մյուսը ամենակարևոր ինձ համար նաև, այսինքն այս բոլորը կարևոր են, բայց սա այսպես կուլմինացիոն Արցախի կորուստը, Հայաստանի տարածքների օկուպացիան, մեր հազարավոր զինվորների իրենց ձևակերպմամբ հանուն ոչինչի, բայց իրենց սխրանքով մեր կյանքի համար զոհելը եւ ինչ է նաև մնում ի վերջո այսօր էլ ինչ է կատարվում, այսինքն հայաթափումից, այսքան աղետներից հետո, պատերազմներից հետո նրանց իշխանության մնալու դեպքում Հայաստան են գալու ադրբեջանցիներ, որոնք այսպես կոչված, որ ինչպես ադրբեջաները կեղծ շինծու նարատիվներ ասում, արևմտյան ադրբեջանցիներ, սա շատ կոնկրետ ծրագիր է, 300,000 առնվազն մարդու մասն է խոսքը, կոնկրետ ես փաստերով եմ խոսում, այդտեղ այդ ծրագրում հստակ գրված է հայեցակարգում, պետք է լինեն զինված խմբավորումներ, նրանք պահանջում են 300-ից ավելի բնակավայր, որտեղ լինելու են բնակեցված այդ մարդիկ, նրանք պահանջում են այդ մարդկանց համար ընտրական իրավունքներ, այլ իրավունքներ եւ այն կանխավարկածով, որ նրանք այդտեղ ղեկավարներ են լինելու, պետք է լինի ըստ այդ ծրագրի զինված
խմբեր, առաքելություն, որոնք պաշտպանելու են նրանց անվտանգությունը, միջազգային եւ այսպես է ասում է այն երկրներից կազմված կամ այն երկիրը, որին վստահում է ճակերտներում ասած Հայաստանի Արևմտյան Ադրբեջանի համայնքը։ Տեսեք ինչը զինված, բայց դրանից բացի Ադրբեջանի ղեկավարը 2021 թվին կարգադրել է բանավոր եւ դրանից հետո արդեն դա տարածվել է Հայաստանի բնակավայրերը չի կոչում Հայաստանի անուններով, այլ ադրբեջանական։ Դուք պատկերացնում եք հիմա ասենք օրինակ Հայաստանի վարչապետը գնա Բաքվին ասի օրինակ Մրգաշատ, չգիտեմ, միջոն մի հատ գյուղ։ Պարոն Թաթյան, շարունակելով ձեր միտքը, տեսեք, դուք ասում եք, որ Արցախի կորուստը ամենամեծ, այսպես ասեմ, հանցանքներ, որ կատարել են իշխանությունները, որոնց համար իշխանություններին պետք է ուղարկել պատմություն, չգիտեմ ուր ուղարկել, դրա մասին էլ կխոսենք, բայց տեսեք, հնարավոր է ձեր կարծիքով Արցախի վերադարձի հարցը պահել օրակարգում, ինչպես օրինակ բարբերաբար դրա մասին գրում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ դրա հետ մեկտեղ շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ եւ պատկերացրեք, որ դուք արդեն վարչապետ եք, հայտարարում եք, որ արցախցիները պետք է իրավունք ունենան վերադառնալ Արցախ եւ դրա հետ մեկտեղ գնացել եք առաջին միջազգային միջոցառման, ինչ որտեղ նաեւ հանդիպում եք Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես եք սկսելու ձեր հանդիպումը Ալիևի հետ, ինչ եք ասելու Ալիևին։ Նախ սա շատ լավ հարց է արցախցիների հետ կապված, այստեղ ուզում հստակ արձանագրում անեմ մեր սկզբունքային հարցերից մեկը։ Արցախը, արցախյան ինքնությունը հայկական ինքնության անբաժան մասն է։ Հստակ, սա ինձ համար համոզմունք է։ Արցախցիների իրավունքների հետ կապված ունենք երկու կողմ։ Արցախցիների իրավունքները Հայաստանում, արժանապատիվ կյանք, ինտեգրում, լիարժեք ամեն առումով եւ արցախցիների վերադարձ։ Արցախցիների արժանապատիվ կյանքի առումով։ Մենք այստեղ մի քանի քայլեր ենք մշակել, դրանք արագ ասեմ։ Առաջինը, մենք անմիջապես չեղարկելու ենք կառավարության այն որոշումները, որով չեն թույլ չտվեցին, որ Արցախի քաղաքացիները մեր կապույտ Հայաստանի անձնագրերով դառնան Հայաստանի քաղաքացիներ։ Ավտոմատ դա մի առաջին քայլերից մեկը հենց դա է լինելու։ Երկրորդը, մենք ստեղծելու ենք հատուկ ծրագրեր, մի քանի անունները դրանց արդեն ունենք, որոնցով ապահովելու ենք արցախցի երեխաներին կրթություն, մարդկանց կրթություն, որովհետեւ նրանք հասարակությունից հանկարծ դուրս չգան, վերացնելու ենք ատելությունը։ Մենք ստեղծելու ենք արցախյան ինքնությանը վերաբերող Արցախին հատուկ թանգարան Երևանում, հատուկ մարմիններ լիազորություններ, որոնք ապահովելու են այս ամենը եւ այլն։ Արցախցիների վերադարձին գնանք։ Արցախցիների վերադարձը ոչ մեկ չի չեղարկել եւ դրանք միջազգային կանոններով արդեն հաստատված են։ Հայաստանը իր դիմումի հիման վրա, Փաշինյանի կառավարության ժամանակ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի հանձնարարականով դա արձանագրված է 2000 դրանից հետո ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը արդեն հստակ արձանագրությունը 40 պետություն, հայթվում Հայաստանը ստորագրել է, որ արցախցիների վերադարձը օրակարգային հարց է եւ կոչ է արել ապահովել։ Մի քանի երկրներ, ԱՄՆ պետդեպը, Կանադայի ԱԳՆ-ն, Եվրախորհուրդը բոլորը արձանագրել են վերադարձի, հիմա գալիս են, բոլորը արձանագրել են վերադարձի։ Եթե թույլ տաք մեկ բան էլ ասեմ, որ ամրագրվել։ Տեսեք, Փաշինյանը ինչ է ասում։ Իր այդ խաղաղության կոնցեպտը հիմնավորելու համար համեմատում է, ասում է հիվանդ երեխա է, ոնց որ չէ, ես ԵԽԽՎ-ում եմ խոսում, նախ դա շատ սարսափելի դատապարտելի արգահատելի ուղղակի արտահայտություն։ Հիվանդ չի, ասած նորածին է, պետք է նորածին, բայց մեծանա։ երեխան հիվանդանալով է մեծանում, չէ՞։ Այնտեղ լրագրողներից մեկն էլ չթիրախավոր էր, ուղղակի լրագրողներից մեկն էլ ասում է անբուժելի հիվանդություն է, թե անբուժելի հիվանդ երեխա։ Դուք պատկերացնում եք նրանով նախ վիրավորում են բոլոր առողջական խնդիրներ ունեցող երեխաներին։ Արժանապատվությունը այս մարդկանց համար արժեք չունի, որտեղ նրանք որտեղ պետք է կդրեն կհամատեն։ Մյուսը ինչ է ասում։ Ուրեմն այս խաղաղության այս ամբողջ իր իբր թե process-ը համատում է ճանապարհային երթևեկության կանոնների հետ, ասում է պատկերացեք վարորդ ենք, մենք նոր սովորում ենք երթևեկության կանոններ, բա ո՞նց պետք է կարգը պահպանենք։ Հələ դուք տեսեք
այս բարդ չես գտնում անգամ բնութագրես, երբ որ դու մի քանի տարի առաջ դիմել ես, որ արցախցիների վերադարձի իրավունք լինի, դու հրաժարվել ես։ Ալիևին հանդիպել եք, ասում եք Ալիևին, ինչ պետք է ասեք, որ այդ մարդը չասի, այդ դեպքում ես դուրս եմ գալիս բանակցային գործընթացից, կամ եթե դուք համարում եք, որ պետք է բանակցային գործից դուրս գալ, ուրեմն հայտարարեք դրա մասին, եթե համարում եք, որ պետք է բանակցությունները շարունակել, ուրեմն մի երկու ձևով բացատրեք ինչ պետք է ասեք Ալիևին, որ նա համոզվի կամ չգիտեմ կամ չհամոզվի, բայց շարունակի բանակցել, նաև ունենալով հայկականը օրակարգում։ Եթե ես գնամ այն կանխավարկածով միայն, որ ես այս ամեն ինչ ասելու եմ, այս մարդ համոզվել, դա նրա պետական քաղաքականությունն է։ Նա չի փոխելու այդ պետական քաղաքականությունը։ Դրա համար ուրիշ բաներ են պետք։ Միջազգային մեխանիզմներ պետք է աշխատացնել, միջազգային գործընկերներ, միջնորդներ։ Ես պատրաստում եմ Պետրոսի մոտ, եթե գնանք հարցազրույցի, դա հարցա տալ։ Մենք դա կքննարկենք դեռ այդ հարցը, բայց չի կանչել դեռ։ Այո, հրավեր եղել է, մենք նշել ենք, որ մեր գրաֆիկները կհամաձայնեցնենք եւ երբ ծանրաբեռնվածությունը թույլ տա, կգնանք։ Հիմա Ադրբեջանի ղեկավարության, այսպես հետ կապված, կան միջազգային մեխանիզմներ, հստակ, նախատեսված, մշակված։ Այս նույն ակտերը, որ ասում են, սրանք յուրաքանչյուր իրականացման մեխանիզմներն են։ Դու չես գնում, ասենք, ամեն ինչը մոռանում ես, գնում նստում ես մենակ այսպես խոսում ես։ Այդպես չի։ Կան ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հայտարարությունների, բանաձևերի բոլոր ակտերի իրականացման եւ այլն։ Կա հնարավորություն բոլոր այն հարցերը, որոնք բանակցություններից դուրս է թողել Նիկոլ Փաշինյանը, նորից բանակցային սեղանի վրա դնելը եւ բանակցությունները շարունակելը։ Համոզված եք, որ կա։ Համոզված եմ, որ կա, շատ համոզված եմ, որ կա, եւ այո, բանակցային հենց ճանապարհով գնալով այդ հարցերը պետք է բերել, ավելին, տեսեք այս իշխանությունը ինչ անում, մանիպուլյացիան որտեղ է հասցրել։ Ասում է արցախցիների վերադարձի հարցը փակել ենք, որ ադրբեջանցիների վերադարձի հարցն էլ փակենք։ Դե դուք տեսեք ուր է հասցրել։ Նախ Ադրբեջանը sense տնենց այդ ծրագիրը շարունակում է, դու փակես թե չէ։ Երկրորդը դրանց միջև հավասարություն դու ո՞նց ես դնում։ Նախ 90-ականների հայերի վերադարձն է այդ դեպքում մնում, եւ երկրորդը արցախցիները Արցախում ունեին ինքնորոշված էին, իրավունքներ ունեին եւ նրանք նաեւ բնիկ Մեր ժամանակը քիչ է մնացել, պարոն Թաթոյան, դրա համար խնդրում եմ կարճ պատասխանել հարցիս, ինչպես եք վերաբերվում Թրամփի ուղուն։ Դա մեզ համար աշխարհաքաղաքական իրողություն է, բայց իրականացման մեխանիզմների, դրույթների, ձևակերպումների առումով այս իշխանության մնալու դեպքում ես լրջագույն ռիսկեր եմ տեսնում։ Այսպես հարցը ձևակերպեմ, հնարավոր է ունենալ այդ Թրամփի ուղին, չունենալով Զանգեզուրի միջանցք։ Ասեմ ձեզ միանշանակ հետևյալը տարածք, որը Հայաստանի Հանրապետությունով է կամ ինչ որ միջանցք է, ճանապարհ է, ինչ ուզում եք լինեք, այդպիսի բան երբեք չի կարելի թույլ տալ։ Կարմիր գիծ պետք է լինի Հայաստանի սահմանային վերահսկողություն, մաքսային հսկողություն, սահմանային վերահսկողություն, մաքսային հսկողություն մուտքի ելքի ժամանակ։ Այո, չպետք է դա թույլ տալ եւ ես համոզված եմ, որ դա հնարավոր է ԱՄՆ-ի կարևոր միջնորդությունը նկատի ունենալով, այո, բանակցությունները տանել այնպես, որպեսզի մեր շահերից Ինչ է Թրամփը թրոլինգ անում Փաշինյանին, իր պարզապես մոռանում է անունն ու Հայաստանի անունը, թե դա ինչ որ ազդանշաններ են։ Թե իսկապես մոռացել է։ Իսկ եթե մոռացել է, ինչու է մոռացել։ Երբ ունես երկրի ղեկավար, որը ամեն րոպե փոխում է իր քաղաքական քայլերը, արտաքին քաղաքականությունը, ամեն ինչին հարմարվում է, որտեղ ինչ ով ասեց, գնում անում է, ցույց է տալիս, չգիտեմ, չունի հստակ ռազմավարություն, այդ դեպքում ինչ ասես, դա ամոթալի է ուղղակի, դա տեսնելը ամոթ է։ Գնացինք առաջ, պատկերացրեք, որ ձեզ մինչև ընտրություններ, հա, մենք ըստ էության ֆորս մաժորային իրավիճակում ենք ապրում, դրա համար հնարավոր է պատկերացնել, որ ձեզ առաջարկում են ստեղծել հայրենիքի փրկության կոմիտե, որը, ասենք, քաղաքականությունից ավելի բարձր ինչ որ մի կառույց պետք է ստեղծեք եւ ձեզ առաջարկում են, որ նաև դուք ասեք, ովքեր պետք է լինեն այդ փրկության կոմիտեում։ Թվարկեք 5 ազգանուն եւ պարտադիր չի, որ նրանք լինեն քաղաքական գործիչներ։ Մարդիկ, որ կարող են ընդգրկվել փրկության կոմիտեում եւ իսկապես երկիրը հանել այս ճգնաժամային փոսից։ Մարդկանց հետ կապված դա այսպես ես կարծում եմ
նման հայտարարությունները որքանով են տեղին հիմա հայտարարություններ անել այս մարդը այն մարդը։ Ես ընդհանրապես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր քայլ, այն որ օրինակ շատ լավ բան է, Սփյուռքից մենք հայտարարել ենք, որ Սփյուռքի մեր հայրենակիցները անպայման մասնակցելու են Հայաստանի Հանրապետությանը վերաբերող նաև որոշումների կայացման, օրինակ կարող է լինել ինչ-որ կոմիտե Սփյուռքին վերաբերող հարցերով, նրանք խորհրդատվական ծառայություններ մատուցեն, աշխատանքներ եւ այլն, եւ մենք մի ազգ ենք, ես հատուկ հայտարարեցի, որ ոչ թե մենք ու նրանք, այլ մեկ ազգ, եւ այդպես է շարժվելու ենք։ Լավ, անցնեմ բլից հարցերի, պարոն Թաթոյան, պատասխանում եք այո կամ ոչ, կամ եթե չեք ուզում այո ոչ ասել, մեկ շատ կարճ նախադասությամբ։ Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պետք է մասնակցեն Հայաստանի քաղաքական կյանքին որևէ ձևով։ Նրանց արկայությունը քաղաքական կյանքում, ընտրությունների մասնակցությունը սնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ Հայաստանը պահում է նախկին ներկա օրակարգի մեջ։ Ուրեմն ոչ, ձեր պատասխանը։ Իմ կարծիքով ոչ։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանը ունի դաշնակցային պարտավորություններ Ռուսաստանի հետ եւ դրանից չի հրաժարվելու։ Եթե Հայաստանի ղեկավարը Փաշինյանը չլիներ, Արցախյան պատերազմում հայկական կողմը կկարողանար պահպանել Արցախը, չպարտվել այդ պատերազմում։ Այսպես ասեմ, եթե ես լինեի Հայաստանի վարչապետը, ես հստակ ունեմ պատկերացումներ եւ կարծում եմ քայլերը պատկերացնում էի պրոֆեսիոնալ մոտեցումով այնպես անել, այո, որ նման արդյունքներ չլինեն։ Արցախը ըստ ձեզ մենք կորցրել ենք տգիտության թե դավաճանության պատճառով։ Ով ասես կարող է ասել տգիտության եւ այլն, բայց հստակ է, որ Արցախը հայաթափումը տեղի ունեցավ հատուկ պատերազմ հրահրելու ճանապարհով, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատճառով եւ նաեւ այն պատճառով միջև այսքան հայաթափումի, անգամ հայաթափման ժամանակ անվտանգության համակարգը Հայաստանի որևէ կերպ հոգուտ Արցախի չաշխատեց, ցավոք սրտի այս խնդիրը դեռ այդքան ժամանակ է լուծված չէր մնում։ Ամեն դեպքում Արցախը կորցրել ենք տգիտության թե դավաճանության պատճառով կամ Արցախը կորցրել ենք իշխանություն պահպանելու մոլուցքով տարված իշխանության քաղաքականության պատճառով։ Արման Թաթոյանը ի վիճակի է երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Միակ հարցն էր, որին հստակ այո պատասխանեցիք։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, պարոն Թաթոյան։ Այսօր չեմ խոսելու ոչ բռնապետերից, ոչ էլ դավաճաններից։ Այսօր խոսելու եմ մի դրվագի մասին, որը որոշ ժամանակ հետո կհայտնվի պատմության դասագրքերում, համենայն դեպս հայկական պատմության դասագրքերում։ Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսում Թրամփը Ալիևին հարցրել է, որտեղ է նրա compatriot-ը, այսինքն հայրենակիցը ըստ Քեմբրիջի բառարանի։ Թրամփը Փաշինյանին չի ճանաչում, նա չի հիշում նրա դեմքը, նա չի հիշում նրա ազգանունը, այն աստիճանի, որ Փաշինյանը ստիպված է եղել հիշեցնել Թրամփին, որ ինքը Հայաստանի վարչապետն է, այսինքն սա նա հիշեցրել է մի մարդու, ում հետ 2 ամիս առաջ ընդամենը օգոստոսի 8-ին կնքել է իր իսկ խոսքով պատմական պայմանագիր, որով իր իսկ խոսքով Հայաստանին բերել է խաղաղություն։ Թրամփը Փաշինյանին չի ճանաչում, կամ էլ ճանաչում է որպես Ալիևի հայրենակցի։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Կհանդիպենք։